Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ։ Փաստինֆո եթերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրությանը։ Իրանի շուրջ կատարվող թոհուբոհի մեջ գրեթե աննկատ մնաց Ադրբեջանի նախագահի հանկարծակի կատարած այցը Վրաստան։ Վերջինս աշխատանքային այցով եղավ Վրաստանում եւ հանդիպեց Վրաստանի իշխանությունների հետ։ Բայց զարմանալիորեն այդ այցը համընկավ Հայաստանի վարչապետի այցի հետ։ Հայաստանի վարչապետի Մոսկվա այցից հետո ապրիլի 6-ին Ալիևը ժամանում է Թբիլիսի։ Եվ այնքան անակնկալ, որ անգամ ինչպես վրաց փորձագետներն են նշում, Վրաստանի իշխանություններն էլ են մի փոքր անակնկալի եկել այս այցից։ Քանզի Վրաստանում պատրաստում են Սուրբ Զատկին, ինչպես նաև նոր կաթողիկոսի ընտրություններին։ Եվ ինչպես ասում են, Ադրբեջանի այդ հարցերը կարելի է նաև մի փոքր այլ ժամանակ քննարկել։ Բայց ինչևէ, հիմա փորձենք հասկանալ ինչով է պայմանավորված Ալիևի շտապողականությունը։ Ակնհայտ է, որ Վրաստանին Ալիևը խոստանալու է ամեն ինչ, նաև տնտեսական բավականին լուրջ ներդրումներ պայմանով, որպեսզի Վրաստանի իշխանությունները եթե ոչ ամբողջությամբ փակեն, բայց զգալիորեն դժվարացնեն հայկական բեռների տրանզիտը դեպի Ռուսաստան եւ դեպի Սևծովյան նավահանգիստներ։ Այն, որ Վրաստանի իշխանությունների հետ կան խնդիրներ Հայաստանում, սա եւս ակնհայտ է։ Պարբերաբար Վրաստանը խնդիրներ ստեղծում է հայկական մեքենաների համար։ Վրաստանում չեն կարողանում մոռանալ Երևանում կայացած Եվրանեստի շրջանակներում ընդունված որոշումը, որը ակնհայտ հակավրացական էր եւ դա ընդունվեց ցավոք սրտի Երևանում։ Հեռու ենք այն մտքից, թե դա արվել է Հայաստանի իշխանությունների գիտությամբ, բայց այն, որ արդեն դա արվեց Երևանում, սա հայ-վրացական հարաբերությունների վրա մեծ բիծ է թողնելու եւ Ալիևը շտապում է օգտվել այս ամենից։ Ալիևին պետք է, որպեսզի Հայաստանը զրկվի բոլոր տրանզիտային հնարավորություններից եւ միայն կախվածության մեջ մնա Ադրբեջանից, որպեսզի Ալիևի համար շատ դյուրին լինի իրականացնել այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի գաղափարը։ Ալիևը շատ լավ հասկանում է, որ միայն տնտեսական լծակներ կիրառելով եւ ինչպես ինքն է կարծում, պատժամիջոցներ կիրառելով Հայաստանի նկատմամբ եւ նրան գցելով իրենից կախման մեջ կկարողանա հասնել այդ հարցի կարգավորմանը։ Միջազգային հանրությունը, հատկապես Արևմուտքը կարծես դեմ չէ։ Իրենց պետք է, որպեսզի Ադրբեջանը շարունակի մնալ էներգակիրների կայուն մատակարար, իսկ թե ինչպիսին կլինի Ադրբեջանի քաղաքականությունը իր հարևանների նկատմամբ, դա ըստ էության Եվրոպական միությանը եւ Միացյալ Նահանգներին այնքան էլ չի հետաքրքրում։ Սպասենք տեսնենք, թե իրավիճակն այստեղ ինչպես է զարգանալու։ Մյուս թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Իրան-Միացյալ Նահանգների հարաբերությունների հետ է կապված։ Ողջ աշխարհը շունչը պահած սպասում էր, թե ինչ է լինելու Տրամպի կողմից հայտարարված ժամանակի ավարտից հետո։ Հիշեցնենք, որ Տրամպը ժամկետ էր տվել Իրանին կամ համաձայնվում է իր արած առաջարկություններին կամ անկանխատեսելի հետևանքներ այս ամենն ունենալու։ Տրամպը անգամ սպառնում էր ջնջել մի ողջ քաղաքակրթություն, եթե Իրանը չկատարի իր պայմանները, բայց զարմանալիորեն ժամկետի ավարտից հետո Իրանն է հայտարարությամբ հանդես գալիս, առաջ քաշում 10 կետ, որոնք ըստ Իրանի արտգործնախարար Արաղչիի ընդունվել են Միացյալ Նահանգների կողմից։ Տրամպը եւս թվիթ է անում եւ նշում, որ ինքը ընդունել է այդ կետերը, որոնք սկզբունքորեն կարող են դրվել ապագա բանակցությունների հիմքում։ Իսկ այդ կետերը ակնհայտորեն պրոիրանական են։ Սկսած Օրմուզի նեղուցի նկատմամբ հսկողության պահպանումից, վերջացած առաջին կարգի եւ երկրորդ կարգի ողջ պատժամիջոցների հանմամբ։ Իրանի ֆինանսական բանկային համակարգի վրայից էլ է հանվում բոլոր պատժամիջոցները։ Միացյալ Նահանգները պետք է փոխհատուցում տրամադրի Իրանին ծախսերի համար եւ այն վնասների համար, որ արվեց վերջին 1.5 ամսվա ընթացքում։ Ինչևէ, եթե այս ամենը իրականություն է դառնում եւ ապրիլի 14-ին կողմերը սկսում են բանակցությունները եւ այն պսակվում է հաջողությամբ, սա Իրանի աշխարհակաղակական հաջողություն կարելի է որակել։ Կետերից մեկով հիշեցնեմ նաեւ, որ Միացյալ Նահանգները պարտավորվում է զորքերը դուրս բերել Մերձավոր Արևելքից։ Սա միանշանակ անդրադառնալու է նաեւ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի վրա։ Ակնհայտ է Միացյալ Նահանգների կողմից տարածաշրջանը լքելուց հետո Եվրոպական միությունը հետևելու է նրա օրինակին, քանզի Եվրոպական միությունը որպես անկախ մարմին որևէ հնարավորություն եւ լծակ չունի դիմակայելու Ռուսաստանի եւ Իրանի աճող ազդեցությանը տարածաշրջանում։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե իրավիճակն այստեղ ինչպես է զարգանալու։ Եվ վերջին թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Հունգարիայի հետ է կապված։ Հունգարիայում առաջիկայում ընտրություններ են եւ առանց չափազանցության կարելի է նշել, որ դրանք աշխարհակաղակական ընտրություններ են լինելու։ Ինչ որ առումով այն նման է Հայաստանում սպասվող ընտրություններին։ Հունգարիայում Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսը, ով պաշտպանում է Օրբանի թեկնածությունը, նշում է, որ Հունգարիան իրավունք ունի ապահովել իր երկրի համար էներգակիրների անխափան ընթացք, սրանով ակնարկելով ուկրաինացիներին, որ
բարեկամություն նավթամուղի հետ կապված նրանց քայլերը քննադատելի են Միացյալ Նահանգների համար։ Մյուս կողմից Եվրոպական միությունը ամեն ինչ անում է, որպեսզի Օրբանը հաղթանակ չտանի, քանզի Օրբանի պարտության պարագայում Եվրոպական միության համար ավելի հեշտ է լինելու Ուկրաինային հատկացվող հերթական տրանշների հաստատումը։ Բացի այդ, Օրբանի պարտությունը ինչ որտեղ կարող է նշանակել նաև Ֆիցոյի պարտություն Սլովակիայում եւ նաև Չեխիայում իրավիճակի փոփոխություն։ Սա առանց շահբազանցության աշխարհաքաղաքական ընտրություն է լինելու, որից կախված է լինելու նաև Եվրոպական միության ապագան։ Այս թեմաներն էին, որոնց այսօր ես ցանկացա անդրադառնալ, դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, ինչպես նաև շնորհակալ ենք այն նվիրատվությունների համար, որ արվում է ձեր կողմից մեր ալիքի աշխատանք նախաբար ապահովելու համար։ Այսօր այսքան է, շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ անգամ։